Փետրվարի 2-ից 3-ը Վաշինգտոնում տեղի է ունենալու ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի մասնակցելու ու ելույթ ունենալու համար Վաշինգտոն է մեկնել փաստաբան Արամ Վարդևանյանը։ Փաստաբանը ներկայացնելու է եկեղեցու, սրբազանների, կաթողիկոսի ու Սամվել Կարապետյանի դեմ հետապնդումները։ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հարցը կրոնական ազատության երաշխիքների տիրույթում է, ասել է Վարդևանյանը։ Այս գագաթնաժողովը Հայաստանի Հանրապետության տեսանկյունից ել ավելի մեծ իմաստ է ձեռք բերում, քանի որ այն ամենը, ինչ կատարվում է մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, այն քաղաքական ճնշումները, միջամտությունները, հետապնդումները, թե սրբազան հայրերի նկատմամբ, թե վեհափառ նկատմամբ, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ, սրանք բոլորը ի վերջո հանդիսանում են նաև հենց կրոնական ազատության իրացման էական խոչընդոտներ։ Իհարկե նաև կրոնական ազատությունների տեսանկյունից հնարավոր չէ չնշել նաև այն ամենը, ինչ մենք ունենք այս պայծրությամբ Արցախում։ Այն է, որ ունենք եկեղեցիներ, վանքեր, որտեղ նվազագույն կրոնական ազատության իրացման հնարավորություն չունենք։ Փաստաբանի խոսքով այս բոլոր խնդիրները գագաթնաժողովում պետք է հավուր պատշաճի ներկայացվեն։